Շատ գեղեցիկ է օդությունը, բայց Տիրոջը խոստում է մեզի ադե որ բնավ չի բավարարվենք, ինչ որ գսկանք այսօր, մինչև այն ինչ որ սկացիր, մինչև հիմա ինչ որ ստացար, մի բավարարվիր, որովհետև դերը քեզ ավելին կրնադալ, որովհետև դերը քեզ ավելին մի դատում որքան քու սիրտդ փանաս իրանին ավելի քեզ պիտի լեցնի, ամեն։ Որքան նոր փորձառություն, որքան իրեն հետ երտաս, այդքան ինքը քեզի պիտի ցցնե, որքան գեղեցիկ է ինքը։ Ամեն։ Այսօր սրտիս վրա Աստված սրավ որ միասին խոսենք, թե ինք որքան մեզի գսիրե, եւ ինք որքան մեր հետևեն գվազե, եւ ինք որքան մեզի գեհդաբնթե։ Երեմիա 31-33-ը գսե հետևյալը. Իսրայելի դանը հետ ընելու ուխտս ասիգա է։ Իմ օրենքս անոնց ներսիտին պիտի տնեմ, ու զանիգա անոնց սիրտին վրա պիտի քրեմ, ես անոնց Աստված պիտի ելամ, եւ անոնք ինձի ժողովուրդ պիտի ելան։ Ամեն։ Աստված գանուխեն խոսած է, որ ինքը գուզե ժողովուրդ մի իրեն, եւ ինքը գուզե անոնց Աստվածը լալ։ Իրես իբրև հայր, եթե նա ինքն է բադմությունը գտեսնենք, որ փորձարավես նաև էս սկսա սորվիլ, որ հայրը շատ կպապակի իր զավակներուն այդ ժամանակ անցնել։ Բայց որ բզիկները դեր բզիկ են, պայման չէ նույնքան սկացում ունենան իրենց բաբային հանդեպ։ Մանավանդ առաջին 2-3 ամիս է որ նորածին բեբեկը կա, միա մամային գիտե։ Բաբան իրեն համար օդար է կրետևիցես։ Նույնիսկ որ մեծնա, քիչ մեծնա, դա գավինատ հարաբերությունը ինք պիտի չկա կոկովդ վազելով։ Ասիկա ես դոս մասին կխոսիմ, հադուգորեն, թեև գլա նկարակիրներու դարբերություններ, բայց եթե Ջոշուային նայումն է, իմ դղաս 3 տարեկան է, որ գիտեք մեծ մասը, ես շատ ավելի իրեն կգարոտնամ, քան ինքը ինձի։ Եվ ասպես եմ, ես շատ ավելի գարդահայտեմ իմ գարոդս իրեն, քան ինքը ինձի։ Ես որ 2-3 օր ճամփորդած եմ գուկամ իդ Լիբանան, իրգունը քնացած է, բաչիկ կնեմ, հուսալով որ քիչ մասանք արտնա ինձի դեսնե, եւ հետո այդ բարգի։ Ես կորձեն գվազեմ դուն շատ արագ կքշեմ, ընդհանրապես ոչ, բայց շատ արագ կքշեմ, որովհետեւ այդ վերջին մի գեշ ժամը իրեն լոկցնեմ եւ բզիկներուն լոկցնեմ եւ իրենց այդ ժամանակ անցնեմ։ Բայց շատ անգամ եւ որ դուն գերտամատ ակնկալությամբ որ ինքնա շատ ուրախ է ինձ դեսնելով, մեկ հատ պատուկ մնե եւ հետո այլևս մամայինքով գվազեք ամուրիշ բան մգուզենել։ Աս բատմությունը ամեն ինչու դուս մասին կբատմեմ, ավելորդ բեկչունի գիտնալու իմ ցանկից մասին, բայց շատ անգամ մենք ազո հանդեպալ նույնն ենք։ Եվ որ մենք նոր ազո եկած ենք, որ ինչպես մեծ մասը ոստե փորձառություն գրնալ ունենանք, Աստված մեր երևեն գվազե սկիզները մենք իրեն շատ կպապակենք, բայց դեմ ու կա այլևս չենք դեսներ մենք մեզի, որ իր երևեն գվազենք կոր, բայց Աստված չի գենար մեր երևեն վազել, Աստված չի գենար մեզի հանդիպել է, զանազան ծևերով, ամեն, ով որ դարիներ առաջ Աստծո եկավ, առաջին մի քանի ամիսը քո փորձառությունը ինչպես էր, ուր որ տառնաս Աստծո կտեսնես, ինչ որ գարտաս Աստծո խոսքը քեզի կտպնա, ամեն, բայց մի քանի տարի վերջ, մի քանի ամիս վերջ կսկսես ադվիճակ ունենալ, որ Աստծուն խոսքը ես կգարտայի գոր, ինչու այսօր նույնքան չեմ սկարգոր։ Ինչու նույնքան Աստված ինձ չի խոսիր գոր, արդյոք Աստված չի խոսիր գա մենք չենք լսեր գոր։ Եվ սկսի ոս գասկածը կալ, փորձառություն ունենալ, maturity-ին կա, եւ որ մենք սկսենք հոգեվորապես մեծնալ, շատ բաներ կփոխվի։ Եվ նայր համար ինչ կսե նույնիսկ հայտնություն ովանու 3-րդ գլուխ 20-րդ համար։ Հիսուս գսե իր շրտներով գսե ահա ես դրան արչև եմ ու կփախեմ, եթե մեկը իմ ցայնս լսե եւ թուրը փանա ներս պիտի մտնեմ, անոր հետ պիտի ընտրեմ, անալ ինձի հետ։ Եթե այսօր սիրտդ բացած ես, աս խոսքը գրնալ ալեսես որ ինձի չէ, բայց երբ աս համար է գարտայի Աստված այդ միտքը բացավ իմ սրտիս մեջ, ամ միտքիս մեջ, որ գհրավիրեմ ես իրեն Աստծո իմ սրտիս մեջ, իմ դանս մեջ, իմ ընտանիքիս մեջ, իմ կյանքիս մեջ, բայց դակավին սենյակներ կան, որ կփորձեմ որ առանց սկալու, առանց գիտնալու եւ կոց բահել իրմե։ Գրնալ այսօր առաջին անգամ Աստծո ընդունեցի, որ ինձի մաքրե, ինձի լվա, ինձի փոխե, ամեն, բայց հազիվ դեսա որ սկսավ խոսիլ իմ նյութական բաժիններուս, տրամական բաժիններուս, ապա դե սկացի որ քիչ վախնալիք էր։ Եվ որ սկսավ իմ նկարակերից մասին խոսիլ, դե սկացի որ ես չեմ ուզեր գոր որ Հիսուս անդեղերը մտնե։ Եվ որ սկսավ իմ, ասենք թե իմ մարդը իր գծուլուչան մասին խոսի, ադեղ ես գփախիմ Աստուծո մեգար, զա դուրը չեմ բացած։ Մենք բոլորն իսա գիտենք որ դունը մեկ սենյակ չէ։ Մեկ սենյակը ընդհանրապես հյուրերուն համար կփորձենք միշտ մաքուր ցիկել, բայց մնացած սենյակները ամեն ինչ դակնու վրա գլա։ Մանավանդ որ բզիկ կա դունին մեջ։ Չէ՞։ Ամի ամեր դուն անանգ է։ Ամեն դուները անանգ են։ Բարգասո։ Եվ որ բզիկներուն սենյակը մտնեք, կտեսնեք ամեն խաղալիքները դակնու վրա եղերեն։ Կտեսնես գոշիկը աղջիկի սալոն հասեր է,
Եվ չեմ գիտեր ինչու, քան ինքը ադանք ուզեց, եւ մյուս գոշի գտեսնես Տուրին յետևը բահեր է։ Եվ ասի նորմալ է, բայց արդյոք ես Հիսուսին գցիկեմ որ իմ ամբողջ ցանկի սենյակները մտնե, որ նույնիսկ ուրախ բիչլամ եւ որ օդարը դեսնա դիգա։ Անի ճիշտ ադե հարցում որ Հիսուս գտար գզարնեգոր։ Ոչ է միան դունիս տուրը գզարնեգոր, այլ ներսի սենյակները գզարնեգոր, որ չեմ ուզեր գոր ինքը դեսնե։ Եվ հոմ բادرաստ ենք այսօր Աստծո բանալու մեր սրդերը, ադեղերը որ ամեցնալիք է գրնալալ, մեղքը գդիրեգոր շատ անգամ։ Փարգությունը գդիրեգոր, նախանցը գդիրեգոր։ Ասոն իրական խոսքեր են, որ Աստված գուզե որ ածենյակներն գուզե որ Աստված մտնե հոնդեղը եւ մեզի փոխե հոնդեղեն։ Ամեն ինչ բացի փարգությունս մի տպնար դեր Հիսուս։ Աս անձը չի փոխվիր ես միջիներեմ իրեն։ Եվ ասպես մենք մեզի շատ անգամ ճշմարտաբար մենք մեզի իրավասությունը դված ենք, որ Աստծո չար դոնենք ադուներուն մեջ։ Եվ հավատա որ Աստվածալ ճուզեր գոր եւ պիտի չփորձե գլուխդ գդրելով հոմ մտնել, պիտի սпасե որ մենք իրեն փանանք։ Բայց ամեն անգամ որ ինքը դուն մտնե, ամեն անգամ որ ինքը նոր սենյակ մտնե, գսկաս նորոգությունը, չէ՞։ Կոնե առաջին փորձառությունից, եւ որ առաջին անգամ մեր դունը մտավ, դեսանք որքան մենք առանց իրեն վերջացած էինք, բայց եւ որ ինքը մտավ դունը շատ քեղեցիկ եղավ։ Մեր սիրտը մաքրվեցավ, սկացին ցանկը։ Դերոջը պապակն է ուրեմն մեզի հետ լալ։ Դերոջը պապակն է մեզի ժամանակ անցնել։ Ավելի ինք մեզի գուզեք, քան մենք իրեն կփնտրենք։ Եվ չենք կրնար ադիգա իրականության մեջ փոխարեն հադուցանել, փոխարեն իրեն դեղը բամը ասել, բացի մեր սիրտը ամբողջությամբ իրեն դալ, հավասար չենք կրնար լալ ад երազին, որ ինքը մեզ իրավ։ Չի միան ադի չէ որ Հիսուս խաչին վրա մեզի համար մերավ, բայց եթե սուբկիրկը բանանք բոլորն իսալ գինենք ծննդոց երրորդ գլուխեն կպանաս կդեսնես, մարտը ինգավ, Աստված եկավ խոստում տվավ, որ ես իրեն պիտի հանեմ ասվիճակեն։ Կդեսնես ադգեց վերջին գդագարանի եւ որ գարտաս դեվի գարտասն է ամենակեղեցիկ բարերը մեկը դկրված բաժինները մեկ կրված է որ գսե ես եմ ծեր դեր Աստվածը եւ դու իմ ժողովուրդս մեկ անգամ չէ կրված երկու անգամ չէ կրված հարյուրավոր անգամներ տերևս կրված է աս խոսքը քանի դիրոջ համար շատ կարեւոր է որ ինքը լա մեր Աստվածը եւ ինքը ամեն ինչ գնե որ հոնը լա մեզի համար մարգարեները նույնպես մարգարեները շատ անգամ Աստված կորձածեց իրենց որբեսի հանդիմանեն բայց բնավ չի հանդիմանեց որբեսի իրենք ասուծում է փախին, այլ հանդիմանեց որբեսի իր մոդ մոդենան, չէ՞։ Եվ որ իբրև հայր ես բզիկից վրա գբորամ, չեմ բորար որբեսի ինքը փախի դունեն, գբորամ որբեսի ինքը ավելի շիդակ վարմունք ունենա, շիդակի մեջ ապրի, կան սխալի մեջ ապրի։ Եվ որ Աստված մեզի կհանդիմանե, չի հանդիմաներ, որովհետև մենք անարժեք ենք, դագարակը գուզե որ իրեն նմանինք, իր սիրտին ավելի մոտ սիրտ ունենանք։ Ճիշտ նույնն է հիմա մեր վիճակը, որ մենք նույնիսկ եւ որ սխալի մեջ ենք, ասում եմ պետք է փախենք, պետք է Աստծո վազենք։ Եվ մեր փորձառությունները կան, որոնք կփաստեն այս խոսքը, որ Աստված ինքը մեզի կփապակի։ Նոր եւ որ դարձիկ ու կամ եկե եւ որ Աստծո վերադառնա, գսկա որ ինք Աստծո կդավ։ Բայց ու քիրքե դող գարտա, գսե որ մենք չէ որ իրեն ընդրեցինք, այլ ինքն էր որ մեզի ընդրեց։ Ինքն էր որ մեզի կդավ։ Չէ՞։ Մենք ես գգարձեմ որ իրեն կդա, բայց իրականության մեջ ինքն էր։ Ես գգարձեմ որ ցանկը անանք մեկ եղավ որ ուֆ, ես փնդրեցի, հարցուցի կդա, չէ, այդ փապակը որ ինքը իմ սրտիս մեջ դրավ, այդ փապակը որ եկավ որ ես իրականությունը ճանչնամ, ադի իր մեր։ Ես եւ որ առաջին անգամ եկեղեցի եկա, բդուդի եկա, իր մեր։ Ինձի համար այն ադեն բդուդի գերտամ որ, իրեն համար այն ադեն, ինձի գբերեգոր իդանը գմիացնեգոր։ Իր մարմինին մեկ անդամը գտարցնեգոր։ Աստված ինչպես ըրած է սցենարիոն մեկը չհասկանար, բոլորնից ամեն մեկերնից իր պատմությունը ունի, ինչպես Աստծո եկանք, շատերը շատ մեղքի միջակի մեջ էին, շատերը ձնան աս եկեղեցիի մեջ կամ ուրիշ եկեղեցիի մեջ, շատերն ալ անդրադարձ ունեցան եւ սկսան աղոթել Աստված իրենց թուրներ բացավ իրենց արչեւ։ Բայց երբեք այդպես չէ որ մենք Աստծո կով առաջինը վազողները եղանք, միշտ ինքն էր մեր կովը վազող, ամեն։ Եթե մենք իբրև քիչաճվա պատմությանս համաձայն, եթե ես իբրև հայր գուզեմ դուս այդ ժամանակ անցնել, որքան Աստված գուզեմ հետ ժամանակ անցնել։ Մեկ էլ ասպես մենք մեզի հարցում մտանք։ Բայց մեր վիճակը օրին նախքան Աստծո կանք լավ չէր, բայց շատ անգամ քիչաճվա ասածից պես դեղեր արգալ լավ չէր։ Իբանանքն է միասին Եզեկիել մարգարեության գիրքը 16-րդ գլուխ 6-րդ եւ 7-րդ համարները Աստված գխոսի Եզեկիելի միջոցով
Իսրայելի ժողովրդին, որ կնանք այսօր ասել մեզի խոսի, գսե ես, երբ ես քու կովետ անցա, քեզ արունիչ մեջ թաղված դեսա, երբ արունիտ մեջ էիր, քեզ աբրեսի, թեև արունիտ մեջ էիր, քեզ աբրեսի։ Մերնելիք վիճակի մեջ էիր, Աստված քեզի սավ աբրե։ Ամեն։ Եվ թաշտի պույսերում բես աջեցուցի, դու շատ ծար ու մեծար, գադարյալ քեղեցկության ասար, սնիկներդ կոյացան ու մազերդ աջեցան, բայց դու մերկ ու անձայցգույտ էիր եւ համարները գշարունակե եկող, ինչպես քեզ զարթարեցի, օղթերի, փոխեղեցկացուցի դու մեծար։ Աստված մեզի գոհոքա, նույնիսկ երբ իր ներկայության մեջ կմտնենք, բայց հիմա հարցումը պիտի սկսի թեպի հոնքալ, որ մենք որքան գուզենք իրեն մոդենալ։ Որտեղ առաջին որ դարձի եկանք ինքն էր, որ ամեն պատմությունը մեզի համար կծեց։ Պլանը, խարիտան ամեն ինքը երավ։ Բայց որ մենք սկսանք չափահասը լալ քիչը, սկսանք մենք պետք է որ որոշում առնելով Աստծո առջև գնանք ասենք ես քեզի գուզեմ։ Ասկի աշխարհը չեմ ուզեր քեզի գուզեմ։ Հիսուս որոշում արավ։ Ձնընթոց 3-րդ գլուխի մեջ կտեսնենք Հիսուս որոշում արավ, որ մեր գնա իր парքեն, մեր գնա իր ադբադիվեն, որ ինքը ուներ, իջնե երգիր, բեբեք ձնի, հայր մայր ունենա, աշխարի վրա, եւ ինքը մարդ, իբրև մարդ, մեր մեղքերը իր վրա գրե խաչին վրա, հարություն առնե երրորդ օրը եւ նոր մարմին մահակնի, ադ մարմինեն, որ մենք ալ պիտի հակնենք, եկող օրերուն եւ որ մենք ալ մեռնենք։ Եվ իր հետ է փարավորի մեր մարմինները, բայց Հիսուսի այդ գադարածը շատ անգամ մենք սորված ենք եւ կոց գիտենք թե որքան բարձ է։ Հիսուս որուն համար մերավ, ինձ համար մերավ, ամեն։ Չէ, այդպես չէ։ Եթե հիմա Հիսուս կովդ նստեր էր, կամ կովինդ Հիսուսն է, քեզի համար եթե մերավ, ինչ պիտի նես իրեն համար։ Շո աս մտածումը, որ եթե ես հասկանամ, որ աս մարդը ինչ ըրած է, Աստված, այսինքն ինչ ըրած է ինձի համար, ես պիտի սկսեմ տեսնել, որ շատ ավելի է իր պապակը ինձի համար, քան թե իմ պապակս իրեն։ Գեղեցիկ պատմությունը գա Սուրբ մեջ, Մատթեոս ավետարան 17-րդ գլուխի մեջ, այլագերբության պատմությունը։ 6 օր յետք Հիսուս իր հետ արավ Պետրոսը, Հակոբոս եւ Հովհաննես եղբայրները եւ զանոնք բարձր լերմը հանեց, ուր առանցին էին։ Հոն այլագերբվեցավ անոնց դիմաց, իր թեմքը արևու նման լուսավոր դարձավ եւ հակուսները լույսի նման ջերմակ եղան։ Եվ աս նույն բարերը կտեսնես վերջը նույնիսկ հայտություն Հովաննուի մեջ, ինչպես Հիսուս նորեն նույն ցևով եկավ եւ խոսեցավ։ Որքան գեղեցիկ է, որ Աստված ինքզինք հայտնեց մարդուն եւ որ դակավին մարդը դադարդված էր մեղքին դակը։ Ինքզինք հայտնեց լման ցույց տվավ թե ինք ով է, ինքն է խոստացված բերգիչը, ինքն է որ աշխարհը պիտի փոխի։ Աշակերտները, որ իրեն հետն էին Պետրոս, Հակոբոս եւ Հովհաննես, լման չհասկացան թե Աստված ինչ կուզե գորնել եւ ինչու համար աս մեկը ըրավ, բայց վերջը կտեսնես արդեն Աստված օրինակ մներ իրենց գուդար այդ парքին, որ ինքը կպատկանի, եւ այդ парքով որ մեզի պիտի օրտնե, եւ որքան գեղեցիկ է այդ բադգերը, որ Աստված գուդա այսօր մեզի համար, իր անձը մեզի հայտնելով։ Ինձ համար շատ գեղեցիկ է։ Եթե 5 դագարան իդ վերադառնանք Ղևդացված 26-րդ գլուխը պիտի գարտանք կտեսնենք երրորդ համարի մեջ կսե եթե իմ կանոններովս քալեք ու իմ բադվիրանքներս բահեք ու զանոնք կործատրեք եւ գշարատրե օրտնություններ որ 9-րդ համար պիտի գարտամ կսե եւ ցեզի պիտի նայիմ ու ցեզ աջեցնեմ ու շատցնեմ ու ցեզ հետ իմ ուխտս հաստատեմ 11-13-ը գսե եւ իմ խորանս ծեր մեջ պիտի տնեմ ու իմ հոգիս ցեզ մե պիտի չզզվի եւ ծեր մեջ պիտի կալեմ ու ցեզ Աստվածը լամ եւ դուք ինձի ժողովուրդը լակ պիտի ելակ ես եմ ծեր դեր Աստվածը որ ցեզ եգիպտացիներու երգիրեն անեցի որբեսի անոնց զարաչլակ ու ցեզ բարձրակ գլուխ քալեցուցի մենք օրդությունները գսիրենք չէ ով օրդություն չսիրե ով օրդություն գսիրե օրդություն գսիրե ամեն ամարտ գսիրե օրդվել մանավանդ եւ օրդությունը ասան քեղեցիկ բարերը էր մասին Yes, իր հոգին իմ մեջս է, Աստված ինձ հետ պիտի կալե, ինքը ինձ պիտի աջեցնե, թշնամիներս բարձրակլուխ պիտի լամ, բոլորեն զորավորը ես պիտի լամ, բայց մեկ հատ երրորդ համարի հետ գարտանք, որտեղ հոն է գաղտնիքը եւ հոն է հնազանդությունը, գսե եթե իմ կանոններովս քալեք
ու իմ բադվիրանքներս բահեք ու զանոնք կործատրեք։ Ուրեմն Աստված իր օրհնությունը գուտա մեզի։ Շատ բարձ է այսօրվա նամակը, շատ աստվածաբանական խոր նամակ չէ, բայց կորձնական քայլ մնե, որ ամեն հավատացյալ պետք է անե։ Բայց մենք նայենք բարձ համար ինչ կսե։ Կսե կանոններովս քալե, բադվիրանքներս բահե եւ կորձատրե։ Խոսքը, որ մենք ունենք այսօր, կորձի լծենք։ Դեպի ես խոսքը պիտի կորձատրեմ, պետք է որ խոսքը գիտնամ, չէ՞։ Եթե խոսքը պետք ունիմ գիտնալու, պետք է խոսքը գարտամ։ Եվ եթե խոսքը պետք է գարտամ, սա գետրոնացում պետք է տնեմ, ժամանակ պետք է տնեմ։ Okay։ Ուրեմն կնշանակե, որ ես պետք է որոշեմ խոսքին հետ ժամանակ անցնել։ Աստված առաջին օրը մեզի իրեն բերավ, դեռ մենք բանը չէինք գիտեր, մասը մեզ է որ ավետարանեինք ուրիշ մարդոց, Հիսուսի մասին կխոսեինք, սխալ բաներ ալ կխոսեինք, որովհետև խոսքը դակավին չէինք գիտեր։ Եվ գրնալ այսօր դակավին բաներ կխոսենք, որոնք սխալ են, եթե խոսքը լավ չգիտնանք։ Ադորամար միշտ խոսքը պետք է լավ գիտնանք, պետք է խոսքին հետ ժամանակ անցնենք։ Եվ Աստծո խոսքին հետ ժամանակ անցնելը մեկը գլխուտ չի գրնար ստիպել, ասես մուրջ զարնելով յալատիր, ոչ ալ ասեղ մգա որ մտցնես եւ ամենը դաունլոդելա։ Ամեն օր հետը ժամանակ պիտի անցնենք։ Ամեն օր հետը պետք է նստենք եւ աս խոսքը պետք է մեր մեջ գա, որովհետեւ Աստծո խոսքը ողջ խոսք է։ Բարձ օրենք մեջ է, որ մենք կրնանք միան առնել եւ ընել։ Ամենաբարձ օրենքը՝ սիրեք ու ինգերդ քո անցիդ պես։ Քանի օքի ցախողած է ասմեգնել, okay, ներեք ու տշնամիներդ, սիրեք ու օրտնեք ու տշնամիներդ, քանի օքի ցախողած է ասմեգնել, մեծ մասերնից բոլորս ցախողած ենք օրի մեկը տշնամին սիրել եւ իրեն օրտնել։ Սա ասել է որ մեր ուժով չէ, մեր զորությամբ չէ, այլ Իրոջ հոգիով է, բայց այդ մեկը կարևոր է որ ես առնեմ Աստծո խոսքը եւ հետը նստիմ, հետը ժամանակ անցնեմ, խոսքը ուդեմ, թող խոսքը իմ սիրտս փոխե, մաքրե, սուպիրկը գսե, թող խոսքով, թող ծեր մտքերը նորոգեցեք գսե։ Թող նորոգվին ծեր մտքերը։ Վաու, ուրեմն աս խոսքը զորություն ունի միտքս նորոգելու, աս խոսքը զորություն ունի իմ սիրտս նորոգելու։ Անցյալները շատ քեղեցիկ փորձառությունը իմ հետս եղավ 10 օր առաջ կարծեմ եւ գաղոթեի եւ ածվաշունչ կգարտայի ներողություն իմ ոտքիս ադենը եւ հանսա այդեղ ուր Հիսուս քնացած է շատ քեղեցիկ պատմություն է քնացել է եւ փոթորիկ կա եւ ինքը նավագի մեջ է եւ Հիսուսի գարտընցնեն գսեն ուրեմն որ հոգը չէ պիտի մեռնենք մենք իրական հոգը չէ բարգերես ինչ կնես գոր փոթորիկ կա եւ Հիսուս գարտնա առաջ ինչ գնայ ասպես կսե հովին ինչ կսե թատրե լիջին at փոթորիկ եղած at ալեգոց վիճակին կսե հանդարտե եւ կհանդարտին բարձ է եւ ասպարերը եւ որ գարտա իրականության մեջ բարձ չտվեցավ ինձ ադվարգեն օծությունը վրաս հանգ չեցավ լուրջ զորությունը սկացի ձունգի եկա սկսալալ եւ միտքիս մեջ կարծես բայթում մի եղավ որ ես աղմուկներ գարիմ սրտիս է միտքիս մեջ որ արդոնած էի ամդիգրեդես արդոնած էի որ Աստծո խոստումը դրամապանությամբ սկսին վերլուծել Աստծո խոստումը որ մեր եկեղեցին դրված է սկսած է դրամապանությունը ամեցնել բայց մենք մարդ ենք պետք է դրամապանենք այո բայց մեկ հատ Աստծո խոսքի մեջ ինձ էսե ուր դրամապանությունը դիրեց Հիսուսի խոսքերն էր դրամապանական էր եւ որ լիջինը սավ թատրե հանդարտե գամ հովինը սավ թատրե դրամապանությունը դեղ չուներոս ամեն Փորձենք օրը մեկ հատ հով մելան է, հիմա ծմերը կմոդենա գոր, ելենք բալկոն եւ հովին ասենք գեցիր։ Չեմ կարծեր շատ դրամապանական բան է դելա, բայց Աստծո խոսքը դրամապանություն չուզեր, Աստծո խոսքը հավատ կուզե։ Աստծո խոսքը հնազանդություն կուզե, բայց եթե ես Աստծո խոսքին այդ ժամանակ չանցնեի, այս հայտնությունը եւ այս գոդրվիլը գաբանկին իմ միտքիս մեջ պիտի չբադահեր։ Այս բացմության գողքին ուզեմ ասմեգը ասել որ Նույնիսկ եթե ես դարիներով հավատացյալ եմ, գաղոթեմ, գքարոզեմ, ծառայող առաջնորդ եմ, սա չի նշանակեր, որ ես միշտ հալածանքի ենթարկված չեմ սատանային կողմը եւ հարցակումներ չունիմ տիվային։ Ընդհակառակը միշտ կան հարցակումներ։ Ով ինձ պիտի պաշտպանե։ Աստծո խոսքը։ Աստծո խոսքը իր Սուրբ Հոգին է ժամանակ անցուցած ինձ պիտի հայտնի հայտնություններ, որ ոչ մեկ միտ կրնա հայտնել ինձ։ Չէ, գսե սուպկիրկը որ օրը պիտի կա որ ուսուցիչն մեկը մյուսին պիտի չսորվեցնե Աստծո խոսքը։
Որովհետև մեկի չեր գնար ինձ սորվեցնել եւ համոզել, որ դրամապանությունս մեկ կողմ պետք է տնեմ Աստծո խոստումին համար։ Գանցնական խոստումներ կա իմ դանս մեջ, իմ կյանքիս համար, որ ես սկսած եմ ասել, բադահի դերը գնե վաղը ասոն կամենա։ Օրը քան է դերը գիտե դրամները ինչպես գաշվի։ Ադվարգանին որ աս բայթում եղավ, դերոջը սիտարծա այդ խոստումները որ տուն ինձ դված ես, բիդի ըլլան ամենը, որովհետև տուն էսիր։ Եվ մեկը չի գրնար ոչ ասել, ոչ նույնիսկ իմ անձս, ոչ նույնիսկ իմ դրամապանությունս, եւ ես գմերժեմ այլևս վստահիլ իմ սովորված օրենքներուս, նույնիսկ եթե փորձառություն ունենցած եմ Աստծո հետ, սա չի նշանակեր, որ իմ փորձառությունս ավելի կարևոր է, ինչ որ հոգին ինձ գուտա ատվարգանին։ Հոգին դված է շատ ավելի կարևոր է խոսքի միջոցով, եւ որ ես ղևդացվոցիմ քրածի մեջ Աստծո խոսքը կորցատրելու գտնեմ, ասել է որ Աստծո հետ ադոն կսորվիմ եւ ժամանակ կանցնեմ, ադորտնությունները պիտի կան հիմա, որ թշնամիներս ավելի վեր պիտի Թշնամիս Աստծո խոսքով պիտի գոդրվի, ոչ թե իմ զորությանպես, մենք զորություն չունենք Փառք Աստծո, բայց մեր մեջ գտնված հոգին ավելի զորեղ է քան այս աշխարհի մեջ գտնված թշնամիին հոգին։ Մեր մեջը գտնված Սուրբ հոգին անը որ պիտի գդրեք ու դժվարություններուդ գլուխը, եւ ոչ թե մեր դրամապանությունը, ոչ ալ նույնիսկ մեր կոց սորված համարները, բայց մեր կոց սորված եւ Աստծո խոսքը սորված համարները պիտի օգնեն, որ մենք Աստծո ճշմարտությունը միշտ հրճագողներ մնանք։ Աստծո փափակը նայր նույնիսկ 5 դագարանի մեջ։ Այսօր արդու դագավին գարտայի թվոց քիրքի մեջ եւ գսե Մովսեսի Աստված եւ որ չվեք դեպի խոսածված երգիր։ Աստծո դաբանակ ուր բիդլա մեջ տեղը բիդլա։ 3 ցեղ արջևեն բիդի կալե, 3 ցեղ աչեն, 3 ցեղ Իսրայելի ցախեն, 3 ադնալ յեդևեն։ Սերից մեջ ատքեղեցիկ նամակներ որ Աստված գուզե իր ժողովրդին մեջ տեղը լալ։ Աստված գուզե ցանկին մեջ տեղը լալ։ Աստված գուզե գետրոնացումը լալ բոլորին։ Գետրոնացումը գուզե լալ Աստված կու ցանկից։ Ճիշտ է որ պետք է աշխատենք, ճիշտ է որ դբրոց կա, բզիկ կա, համարսարան կա եւ այլն, բայց Աստված պետք է գետրոնացում լա եւ ամենակարևոր գեդը լա մեր ցանկի մեջ։ Եվ մնացած սպաները կփխին հոնդեղեն վերջ։ Մնացածը երկրորդական են, երրորդական են։ Որտեւ Աստված մենակ չի ցկեր մեր պետքերը։ Եվ որ Աստծո խոսքը մեզի գուկա, մենք 4 տեսակ հող ունենք, շատ արագ վիդեսեմ։ 4 տեսակ սիրտի գեցված կրնանք ունենալ։ Մարգոս Ավետարանեն քաղված Հիսուսի օր արագեն, սերմնացանին արագեն 4 հատ։ Ջամփուն եզերքը գտնվող հողը, որ գողկդրվի մարդոց ոտքերեն, որ բդուխ չի դար։ Ժայրոտ հողը, որ արիչունի նույնիսկ արմատն է դելու, քանի որ տշնամին արդեն իրեն խեղտած է, աշխարհը իրեն խեղտած է։ Երրորդ հողը, փուշերով ծածկված հողը, որ արման անգամ նեդե այլ բդուխ բիդի չի դա։ Չորրորդ հողը, լավ հողը, որ արմատ գնեդե, գմեծնա եւ բդուխ գդա։ Այդ լավ հողը ադե, որ միան Աստծո գվստայի։ Այդ լավ հողը ադե, որ Աստծո արչեւ ամեն օր կգենա։ Լավ հողը ադե, որ Աստծո խոսքը կկործատրե Աստծո գամքին համացայն։ Ամեն։ Ուրեմն մենք երկու բան անելու ենք։ Շատ բարձ։ Աստծո խոսքը գարտանք եւ իր հետ ժամանակ անցնենք։ Իր հետ ժամանակ անցնենք։ Եվ իր հետ ժամանակ անցնենք։ Նստենք իր հետը։ Ավելի քեղեցիկ է իր հետ ժամանակ անցնել, քան մեր դժվարություններով դարվիլը։ Կուքանք շատ անգամ կործեն դուն, հոգնած ենք, կուզենք բարգիլ, կուզենք մեկ վայրկյան առաջ օրը վերջանա։ Բայց հոստեղը ես քեզի պիտի կաչալերեմ օրը չվերջացած, կամ նույնիսկ եթե կարող ես չսկսած օրը նախ Աստծո դաս։ Աստծո արիտ դաս որ ինքը խոսի։ Ինքը դժվարությունները որ ակած գոդրես, կամ ինչ որ օրվան մեջ պիտի ունենաս, գոդրես անոնք։ Հadouk ժամ տնես Աստծո հետ, հadouk օր տնես, ամեն օր Աստծո հետ ժամանակ անցնելու։ Որովհետև չկա ուրիշ միջոց։ Աստված առաջ նույնիսկ իսպեսի Աստված կփափակի եւ ինքը հետաբնթե մեզի եւ ինքը գուզե մեր հետևեն իր հետը ժամանակ անցնելու նպատակով, բայց կմնա իբրև չափահաս հավատացյալներ
կմնա որ մենք սկսենք իրեն յետևեն վազել, մենք իր ներկայությունը փապակիլ մեր կյանքի մեջ, ոչ թե իրեն դեպերած սկացումները, չէ, եւ որ ես ովը մեկ անցմը եւ որ սիրահարվի սկիզբը, աղվոր սկացումներ կան, գերտան, քանի որ ընտանիք կլա, բզդիկներ կլան, սկացումներով դոպամինը բադանեգան երդասարտական գերտա, եւ կմնա որոշումը, եւ կմնա որ ես եւ զույգս ուժով աշխատենք, որ իրար սիրենք եւ այդ սերը բնավ չմարի դժվարություններուն մեջ։ Աշխարհը լեցուն դժվարություններ կա, որ նույնիսկ զույգի մեջ սերը կմարի, ադոր համար կարևոր է որ մենք միշտ աշխատենք։ Բայց եթե զույգի մեջ է, նույնպես Աստծո հետ մեր հարաբերությունը։ Ես քեզի պիտի քաչալերեմ, որ այսօր միջ բանդը կբարձրանա, պիտի քաչալերեմ, որ այսօր թույլ չլանք մենք մեր վրա։ Այսինքն մենք մեզի արիտ չդանք, որ ասենք, որ հոգնած եմ դիկրանուհի, շատ կորձ ունիմ դիկրանուհի, կորձերը պիտի չվերջանան, չէ, փառք Աստծո, ընելիքները պիտի վերջանան, օրդ պիտի վերջանա, դարիներդ պիտի վերջանան, իմ դարիներս պիտի վերջանան, 80-ես, 70-ես, 90 տարի պիտի վերջանա, կորձը պետք չի վերջանա, նույնիսկ եթե մեռնից տեր գրնալ կորձ պետք է վերջացնեիր, վերջացավ, բայց ժամանակը հասավ, սո կորձերը բնավ պիտի չի վերջանան, բայց արիտը օգտագործենք այս երկրի մեջ ժամանակները, որ ունենք Աստծո հետ հարաբերությունից մշակելու, որովհետև ադոր մեր յետ Աստված մեզի լեցուն օրհնություն պիտի։ Բայց իմ գետորոնացումս այսօր օրհնություններուն վրա չէ։ Իմ գետորոնացումս իբրև չափահաս հավատացյալներ Աստծո հետ ժամանակ անցնելու վրա է։ Իր անձը փնտրելու վրա է, իր սրբությունը հրճագելու վրա է։ Ադոր մեր յետ Աստված մեզի իր դալիքը լեցուն է եւ մենք արդեն կոց գիտենք անոնք։